Բայց Աստված գիտության ժամանակները անտեսելով, հիմա բոլոր մարդկանց պատվիրում է, որ ամեն մարդ ամեն տեղ ապաշխարի, քանի որ նա մի օր սահմանեց, երբ աշխարհը արդարությամբ պիտի դատի այն մարդու ձեռքով, ում ինքը նշանակեց և ամենքին հավաստիացրեց, նրան մեռելներից հարուցանելով, ամեն։ Մենք կարդացինք, սիրելիներ, Աստվածաշնչի խոսքերը, որտեղ Աստվածաշունչն ասում է, որ Աստված պատվիրում է բոլոր մարդկանց ամեն տեղ ապաշխարեն, ռուսերեն թարգմանության մեջ ասում է, հրամայում է բոլոր մարդկանց ամեն տեղ ապաշխարեն, առանց բացառության Աստված ասում է, որ բոլոր մարդիկ պետք է ապաշխարեն, որովհետև առանց ապաշխարության, սիրելիներ, մարդը չի կարա Աստծո հետ հաշտվի, մարդը չի կարա մտնի երկնքի արքայություն առանց ապաշխարության, մարդը չի կարա ունենա մեղքերի թողություն և փրկություն։ Տեր Հիսուսը Ղուկասի ավետարանում ասեց այսպիսի խոսքեր, ասեց, եթե չապաշխարեք, ամենքդ էլ այսպես պետք է գնաք կորուստ։ Ուրեմն ապաշխարությունը դա Աստծո պատվիրանքն, Աստծո հրամանն է եւ անհրաժեշտությունն է, որ ամեն մարդ պետք է ապաշխարի, եթե ոչ մարդուն սպասում է դատապարտություն, մարդուն սպասում է դժոխք, հավիտենական տանջանքներ, սիրելիներ։ Եվ Աստված ամեն ինչ արել է իմ եւ քո փրկության համար, անգամ իր ամենաթանկագին որդուն, միածին որդուն զոհել է մեր մեղքերի համար, որպեսզի մենք ապաշխարենք եւ ժառանգենք երկինքը։ Հիմա ուզում եմ խոսամ այն մասին, թե ինչ է նշանակում ապաշխարություն։ Ապաշխարությունը դա հոգևոր հասկացողություն է, հոգևոր իմաստ է, հոգևոր բառ է, որը իր մեջ ներառում է այսպիսի բաներ։ Առաջինը ապաշխարել նշանակում է ճանաչել մեղքը, գիտակցել մեղքը, երբ որ մարդը սկսում է հասկանալ իր մեղավորությունը եւ սկսում է ճանաչել իր մեղքերը, հիշում է իր անցյալի հանցանքները, մեղքեր եւ սկսում է դրա համար զղջում ապրել։ Ապաշխարություն նշանակում է, որ դու քո մեղքերի համար պետք է իրապես կոտրվես, զղջաս եւ սկսես քո մեղքերը Աստծուն խոստովանվել, որովհետեւ միայն Աստված կարա ների մեր մեղքերը, սիրելիներ, ոչ թե մարդիկ, հապա Աստված կարա մեզ մեղքերի թողություն շնորհի եւ դա Աստված կարող է անել մեր ապաշխարության միջոցով։ Ապաշխարել նաեւ նշանակում է դարձի գալ մեղքերից։ Եթե մենք ժամանակին եղել ենք գողեր, եղել ենք հարբեցողներ, եղել ենք շնացողներ, եղել ենք խաղամոլներ եւ այլը, մարդը պետք է հետ կանգնի մեղքերից եւ որպեսի մեղքերի թողություն ստանա։ Ապաշխարել նշանակում է դառնալ մեղքերից եւ սկսել ապրել ճշմարիտ կյանք։ Ապաշխարություն բառը ինքնըստինքյան նշանակում է մտափոխություն։ Ապաշխարել նշանակում է մտափոխվել, երբ որ դու արդեն ուրիշ հայացքով ես նայում կյանքին եւ ուրիշ հայացքով ես նայում մեղքին։ Միչեւ մենք մեղքը սիրել ենք, մենք մեղքի մեջ մեղքը ցանկացել ենք, մեղքի մեջ ապրել ենք առանց ամաչելու, բայց ապաշխարելուց հետո մարդը արդեն ուրիշ աչքով է նայում մեղքին, դու սկսում ես արդեն մեղքը ատել, մեղքը դառնում է քեզ համար մի զզվելի երևույթ, մի գարշելի բան է դառնում, որ դու սկսում ես դրանից զզվել ու հետ քաշվել։ Թող Աստված օգնական լինի։ Այս ամեն ինչը լսելով մարդը կարա մտածի, որ արդյոք ես կարող եմ ապաշխարել։ Ասեմ, սիրելիներ, որ հազարավոր մարդիկ կան, որոնք ժամանակին բանտերում են անցկացրել, որոնք եղել են նարկոմաններ, որոնք եղել են շնացողներ, որոնք եղել են մարդասպաններ եւ այլ տեսակի հանցագործներ, այսօր քարոզիչներ են, հովիվներ են, ավետարանիչներ են։ Աստված փոխել է շատ հազարավոր, շատ բազմաթիվ մարդկանց կյանքը եւ Աստված կարա փոխի ցանկացած մարդու կյանքը եւ Աստված կարա քո կյանքն էլ փոխի, եթե դու ցանկանաս։ Հիսուս ասեց, դուք չեք ուզում դեպի ինձ գամ։ Մարդուց մնում է միայն ցանկությունը, Աստված ամենակարող է, որ մարդու կյանքը փոխի։ Ուրեմն այս խոսքերով ես քեզ կոչ եմ անում, սիրելի լսող, որպեսզի դու ապաշխարես, որպեսզի դու դարձի գաս, որպեսզի դու կանչես Աստծուն, որպեսզի դու խնդրես Աստծուն, Աստված քո կյանքը փոխի եւ Աստված կարա քո կյանքը փոխի։ Կանչիր Հիսուսին, կանչիր Աստծուն, ասա Տեր Աստված, ես ուզում եմ ապաշխարեմ, ես ուզում եմ փոխվեմ։ Թող Աստված քեզ ապաշխարություն տա, թող Աստված քեզ օրհնի։ Ամեն։